Բարևներ Վիեննայից, այսօր օրը շաբաթ է և մենք պատրաստվում ենք դուրս գալ տնից ամուսնուս հետ, որպեսզի մի քիչ զբոսնենք Վիեննայում և հաճելի օր անցկացնենք։ Քանի որ ես ամբողջ շաբաթը շատ եմ աշխատում, փորձում ենք գոնե շաբաթ-կիրակի օրերին լավ հանգստանալ և ամենակարևորը փորձում ենք իրար հետ շատ ժամանակ անցկացնել, որը մեր ամբողջ շաբաթը չի հաջողվում։ Այս տեսանյութում դուք տեսնում եք թանգարան, որը գտնվում է Unteres Belvederum, ովքեր Վիեննայում եղել են, իրենք անպայման կիմանան սա որտեղ է։ Ինքը այս թանգարանը շատ գեղեցիկ էր, բայց քանի որ ես ինքս շատ թանգարանների սիրահար չեմ, երբևէ չի պատահում, որ ես 2 անգամ նույն թանգարանը հաճախեմ, և սա էլ բացառություն չի։ Թանգարանից հետո գնացինք իհարկե քաղաքի կենտրոն Շտեֆանսպլացը, որը նույնպես բոլոր Վիեննա եկածներին համոզված եմ ծանոթ է։ Բարև սիրելիներ, մենք հիմա Շտեֆանսպլացում ենք։ Շտեֆանսպլացում Քերնաշտասում։ Ո՞նց ես сказать? Здравствуйте, ասում եմ ամուսինը։ Այս նոր տարուց առաջ կամ նոյեմբեր ամիսներից այստեղ շատ մարդ է լինում, մարդաշատ է շատ, բայց նաև շատ գեղեցիկ։ Վիեննայի Վայնախցմարտեները, որը հայերենով թարգմանաբար երևի թե նշանակում է նոր տարվա շուկաներ, իրենք ընդգրկված են աշխարհի ամենագեղեցիկ նոր տարվա շուկաների ցանկում, և դա իրականում այդպես է, քանի որ չափից դուրս գեղեցիկ է։ Ես ինքս երբեք չեմ կշտանում այստեղ լինելուց և այս գեղեցկությունը տեսնելուց։ Այս շուկաներից կան Վիեննայում տարբեր տեղերում իմիջիայլոց, և իրենք շատ են, բայց բոլորն էլ գեղեցիկ են։ Նայեք, խնդրում Շտեֆանսպլացը ինչ գեղեցիկ է։ Ու կապ չունի ամառը թե ձմեռը, այստեղ շատ գեղեցիկ է։ Ես առանց չափազանցնելու երևի ամեն շաբաթ գալիս եմ այստեղ, բայց իրոք չեմ կշտանում այստեղի գեղեցկությունը նայելուց և վայելելուց։ Երկար զբոսնելուց հետո արդեն պատրաստվում էինք տուն գնալ և փողոցներից մեկում պատի վրա ամուսինս կարդաց, որ գրված էր Օլդ Արենի, և նա մտածեց կարող է սա հայկական լինել, և ճիշտ է, ինքը հայ չէ, ինքը ավստրիացի է, բայց ինքը հայկականից հասկանում է, իմ շնորհիվ իհարկե։ Եվ մենք մտանք ներս, և սա իրականում հայկական բառ էր, շատ հաճելի մարդիկ էին տերերը և շատ համեղ գինի կար, մենք իհարկե գնեցինք նռան գինի և խմեցինք այստեղ նռան գինի, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, ահագին զրուցեցինք այդ մարդկանց հետ և մյուս հյուրերի հետ իհարկե, և հաճելի օր ունենալուց հետո արդեն գնացինք տուն և բավականին ուշ էր արդեն, իսկ ձեզ մաղթում եմ հաճելի դիտում։